Մենք զրոյից պետք է ստեղծենք տնտեսություն, որովհետև Թուրքիայի չստեր բերելը նախկին գործարանի տարածքում բացված տոնավաճառում վաճառելը դա տնտեսություն չի, դա տնտեսության բացակայություն է։ Երբ վերին Լարսի անցակետը պարբերաբար փակվում է, Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ մեր տնտեսությունը պարզապես կկործանվի այդ դեպքում։ Նա կարող է մեզ ամեն կերպ խաբել, թե ով տվեց Արցախը, կամ ինչ-որ մի մեղք գցել մեկի գրպանը, հետո ոստիկաններին ասել դե բռնեք, բայց այդ համարները հյուսիսային հարևանների հետ կարծես առանձնապես չեն անցնում, հատկապես եթե տնտեսության մեջ սկսվեն կտրուկ բացասական միտումներ։ Նա խիստ վախենում է այդ ամենից, քանի որ տնտեսություն չկա։ Փաշինյանի կառավարման 7 տարում եղել է 38% գումարային տնտեսական աճ։ Դրա կեսը առաջին 3 տարիներին խաղերի փուչիկն էր, իսկ հաջորդ 3-4 տարում վերարտահանման գործոնը։ Երբ մեզ մոտ ռելոկանտ է լինում, մենք արտահանում ենք աշխատանքային հնարավորություններ։ Երբ Լարսը փակվեց, կարևոր էլ չէ թե ինչ պատճառով, իսկ իրականում մեծ ցանկություն էլ չկար այն բացելու, Փաշինյանը հասկացավ, որ կոլապսի կենթարկվի եւ իր համար մի տեսություն մոգոնեց, թե տնտեսությունն ու քաղաքականությունն առանձնացնում ենք եւ ԵԱՏՄ-ին մասնակցում ենք։ Իհարկե բոլորը հասկանում են, որ քաղաքականությունը նախ եւ առաջ հենց տնտեսությունն է։ Փաշինյանը շտապեց գնալ ԵԱՏՄ եւ ոչ միայն մասնակցեց, այլև Պուտինի օգնությամբ ընդունեց ԵԱՏՄ նախագահությունը։ Բոլորը Փաշինյանին համարում են խենթ, կիսախելագար, ոչ հաշվենկատ գործիչ եւ դա այդպես է։ Երբեմն իր եսը նրան այնքան է խեղդում, որ իրեն թույլ է տալիս այնպիսի գործողություններ եւ խոսույթ, որոնք վնասում են մեր պետությանը։ Բայց ԵԱՏՄ-ն ցույց տվեց նաև, որ նա կատարյալ խենթ եւ խելագար չէ։ Փաշինյանը հասկացավ, որ լրիվ կկործանվի, ինչը հիմա իրեն ձեռնտու չէ։ Եթե ռազմական գործում նա ռուսների հետ շփումը դադարեցրեց եւ մենք իհարկե լավ պատժվեցինք, Հայաստանը միևնույն է ելի մնաց մոտ 28500 քառակուսի կիլոմետր այսօր կա, օկուպացված է 1200-ից 1400 քառակուսի կիլոմետր։ Եթե մեզնից տարել են 200 քառակուսի կիլոմետր, պետք է հերթական անգամ առաջարկել, որ Փաշինյանը կամ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարեն, որ այսօր մեր տրամադրության տակ կա 29600 քառակուսի կիլոմետր։ Եթե մենք համակարգչային ծրագրերով դիտարկում ենք ամբողջ Անդրկովկասը, ամեն քառակուսի մետրը գծում ենք, տարածքը նշում, ապա դրանից հանում ենք Վրաստանի, Ադրբեջանի եւ Նախիջևանի տարածքը, տակը մնում է 31000 քառակուսի կիլոմետր, ինչպես 1920-ականներին էր։ Երբ Փաշինյանն ասում է 29800 քառակուսի կիլոմետր, նախ 1200 քառակուսի կիլոմետր տարածք պակաս է ասում, եւ ապա մենք այդպիսի տարածք չենք տնօրինում։ Եթե խորհրդային ատլասի քարտեզներ 1925-ից 27 թվականին տպագրված ատլասներին քարտեզներին նայեք, քարտեզների վրա նշում է Հայաստանի Հանրապետության տարածքը 30948 քառակուսի կիլոմետր, իսկ Ադրբեջանինը 84650 քառակուսի կիլոմետր։ Այսինքն Հայաստանինը 1400 քառակուսի կիլոմետր պակսել է, Ադրբեջանին 1700 կիլոմետր ավելացել է, որտեղից։ Լարսի իրադարձությունները ցույց տվին, որ միայն խոսելով չէ, եւ երբ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասում է, թե Լարսով աչքներս չեք վախեցնի, դա պացանի խոսք է։ Մի քանի հազար բեռնատար մեքենա կանգնած էր, մոտ 1000-ը, այդ թվում փչացած ձկներով մեքենաները հետ եկան։ Համասի ղեկավարներից մեկը վերջին հայտարարության մեջ իսրայելցիներին ասում է. «Չկարծեք, թե մենք հայ ենք, մենք այդ ժողովուրդն ենք»։ Այս օրերին քաղաքական գործիչները թող կարդան Լև Գումիլյովի պասիոնարության տեսությունը, որի հետ կարելի է համաձայնել կամ ոչ։ Նա ասում է, թե 20-րդ դարի ազգերի մեջ մոտավորապես այս պատկերն է. 3%-ն այն մարդիկ են, որոնք միջինից բարձր են, պոզիտիվ ձգտում ունեն մի նոր բան ստեղծելու, 20%-ն ուզում է հեղափոխություն անել, իսկ սոցիալիստական հեղափոխությունը թույլ է տալիս գնալ վերցնել ուրիշի ունեցվածքը։ 77%-ը այս վճռական զանգվածը, դոնդողը, հակվում է 1/3%-ը, 1/20%-ը։ Մեզ մոտ մնացել է այդ 3 ակտիվ տոկոսը։ Իշխանությունն այսօր ունի ավելի քան 77% հակառակորդ, ոչ թե կողմնակից, բայց դա դեռ դոնդող է։ Այս իշխանության առավելությունը ոչ թե 3-ն է, ոչ էլ 77-ը, այլ շատ խորամանկ եւ ինտենսիվ ձևով այդ 20%-ին մոբիլիզացնելն է, այդ ավերիչ ու բացասական հատվածին։ Արցախը տալով իրենք աշխարհում են աշխարհակարգը փոխել։ Եվ հիմա իրենք հայերին դավաճանելով, իրենք դավաճանել են եւ քրդերին, հիշում եք քրդերին հանձնեցին, եւ թալիշներին, որոնց առաջնորդներին Ադրբեջանում սպանում են բանտերում, եւ ժողովրդավարությունն են ուրացել, եւ ասորիներին, եւ եզդիներին։ Այսինքն մենք մի հատ ազգ էինք, որը առաքելություն ունի այդ օրինականության եւ արդարության հիմքով այս տարածաշրջանը կամ գուցե նաեւ երկրի մոլորակը պահելու, եւ նրանք եկել են հիմա մեր մեջից դա շուռ են տվել ու դրանով ներկայանում են աշխարհին, որտեղ կարան փող շինեն դրանից։
որ հիմնարկ մտնում են, չեն աշխատում։ Գողանում են, բայց փորձում են գողին աշխատողների մեջ փնտրել։ Եվ կամ մեկին տանում ես 100-ի մեջ աշխատեցնելու, այդ 100-ն են սրապեսը դառնում, փոխանակ հակառակը լինի։ Ժողովուրդը կարող է քաջ լինել, եթե ունի խելամիտ ղեկավարություն, որն իր անձնազոհ օրինակն է ցույց տալիս, ինչպես 1990-ականների սկզբներին հանուն հայրենիքի։ Բայց նույն ժողովուրդը կարող է նաև արագորեն արժեզրկվել։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։